Եվ այսպես հուլիսի 23-ին Կապանը պաշտոնապես ճանաչվեց անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք։ Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ԱՊՀ անդամ պետությունների, գործընկեր կազմակերպությունների պատվիրակներ, երիտասարդներ, Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ, բազում հյուրեր։ Կապանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մայրաքաղաք ճանաչելու հայտը առաջադրել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նպատակն այն է, որ այդ մայրաքաղաքային շունչը զգան ոչ միայն, այսինքն սրանով նաև туриզմ խրախուսվի եւ նաև ներքին туриզմ, որովհետեւ շատ հաճախ Հայաստանում մենք այդ խնդիրը ունենք, որ մարզերից այլ մարզ գնալը մեր ժողովուրդը միշտ չէ որ սիրում է, եւ սա հնարավորություն է գալու այստեղ եւ Կապանի երիտասարդների, Կապանի երիտասարդական կազմակերպությունների տարբեր կառույցների համար հնարավորություն է նաև իրենց միջազգային համագործակցությունը ընդլայնել։ Մարզային ու համայնքային իշխանությունների համոզմամբ յուրաքանչյուր պետության ու համայնքի զարգացման կարևորագույն շարժիչ ուժը երիտասարդությունն է։ Ուրախ եմ բոլորիդ ողջունել Սյունիքի մարզկենտրոն Կապանում, որն այսօրվանից պաշտոնապես ստանձնում է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը։ Կապանում ամենուրեք կարելի է տեսնել երիտասարդության շունչը, մտահղացումները եւ կարող ենք ամենուրեք տեսնել, որ երիտասարդությունը դարձել է համայնքի զարգացման լոկոմոտիվ։ Հպարտությամբ կարող եմ փաստել, որ մենք Կապանում ունենք բանիմաց, նախաձեռնող, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ եւ պահանջատեր երիտասարդներ, որոնց ներուժն ու համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածությունը կարևոր հիմք են դարձել Կապանի նախ 2021 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, իսկ այսօր արդեն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք դառնալու ճանապարհին։ Ամիսներ առաջ Մեղրին ճանաչվել էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Սյունիքի մարզի համար սա կրկնակի հպարտության առիթ է, նշում են մարզպետի աշխատակազմից։ Կարծում եմ հենց Կապանը պիտի լիներ, որովհետև Կապանը այո քայլելով վստահ եկել հասել էր այս ճանապարհին եւ այս գնահատականը ինքը չենք կարող գերագնահատել, ինքը իրական էր, ու այս իրականել այս պահին մենք տեսնում ենք Կապանում։ ԱՊՀ երկրների 4 երիտասարդներ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին փոխանցեցին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը։ Փարսյանը, под ваши аплодисменты։ Թողարկվեց նոր փոստային նամականիշ նվիրված հայկական ժառանգություն Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք թեմային։ Մարումն իրականացրին Արթուր Մարտիրոսյանը, Հայկ Հարությունյանը եւ Գորթ Հադևոսյանը։ Ծրագրի մեկնարկի առաջին օրը եզրափակեց Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Միջոցառման երկրորդ օրը մեկնարկեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստով։ Սովորաբար այս ձևաչափը ԱՊՀ-ում կիրառվում է, որպեսզի որոշ քաղաքականություն մշակողները եւ նաեւ այդ քաղաքականության եւ մասնակիցները, բայց նաեւ ի վերջո շահառուները իրար հետ մեկտեղվեն եւ դա հնարավորություն տա, որ զուգահեռաբար երկու միջոցառումները միմյանց լրացնեն եւ տեղեկացվածություն ապահովեն։ Молодежная политика в Республике Армении։ Հայաստանում երիտասարդական քաղաքականությունը նոր մակարդակի վրա է։ Դա չի կարող չուրախացնել։ Քննարկեցինք արդեն իսկ իրականացված նախագծերը, նաև նրանք, որոնք սպասվում են հաջորդ տարիներին։ Для Армении очень думаю важно, потому что Սա շատ կարևոր նախագիծ է Հայաստանի եւ հենց Կապանի համար։ Երիտասարդներն ունեն ողջ ներուժը ԱՊՀ անդամ երկրներին ցույց տալու հնարավորություն։ Այստեղ նաև բնությունն է հրաշալի։ Մարդիկ հյուրընկալ։ Ավելի քան 100 երիտասարդ էլ բանախոսություններով, խմբային աշխատանքներով մասնակցեց երիտասարդության դերն ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում թեմայով համաժողովին։ Երիտասարդների հետ շփվում ենք, փոխանակվում ենք մեր գիտելիքներով, պատմում ենք մեր Հայաստանի մասին, Կապանի մասին, իրենք էլ իրենց հերթին պատմում են իրենց երկրների մասին։ Օրինակ չգիտեինք, որ ղրղզները մերպես էլի հին են, ու մեր չափ չէ, բայց էլի շատ հին են ու էլի հարուստ մշակույթ ունեն ու մեր մշակույթները անգամ շփվել են իրար հետ, հայերը այնտեղ եկեղեցիներ, խաչքարեր են իրենց հետևից թողել։ Очень важно, что мы собираемся именно вот офлайн, лицом к лицу.
Հիանալի է, որ ունենք օնլայն հարթակներից դուրս հանդիպելու, երիտասարդների հետ շփվելու հնարավորություն։ Քննարկման շատ ընդհանուր թեմաներ կան։ Կապանի բնությունը գեղեցիկ է, լանդշաֆտը հետաքրքիր։ Մենք հաջորդ անգամ այստեղ կվերադառնանք ուղղակի հանգստանալու համար։ Առողջ ապրելակերպ, կամավորություն, որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցություն եւ միջազգային համագործակցություն։ Սրանք էին երիտասարդների քննարկման հիմնական թեմաները։ Մասնակիցները հասցրին լինել նաև ժամանակակից արվեստի թանգարանում եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Նոր ծանոթություններ եւ ընկերներ ենք ձեռք բերել եւ հենց նրանց այստեղով շրջած կազմակերպելն էլ բավականին հետաքրքիր նախաձեռնություն եմ համարում անավանդ այսօրին, երբ որ Փարաջանովի ցուցադրությունն է, քանի որ եւ նրանք կծանոթանան հայ մշակույթին եւ հայ մշակույթը ու հայ հայտնիները ավելի ճանաչված կլինեն։ Կարծում եմ մեր համագործակցությունը Հայաստանի եւ ԱՊՀ անդամ այլ երկրների հետ ուղղված է ավելի մասշտաբային նախագծերի։ Մենք հիացած ենք։ Այս թանգարանը կարելի է համարել մարզի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը։ Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք 2026 ծրագրի շրջանակում կազմակերպվել էր նաև ցուցահանդես տոնավաճառ, որտեղ ներկայացվել էին սյունեցների ավանդական կերակրատեսակները, ձեռագործ աշխատանքները, տեղական բերքն ու բարիքը։ Կապանում ծրագրի շրջանակում մի շարք այլ միջոցառումներ էլ կանցկացվեն։ Հաջորդը կլինի օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրը։ Հետևեք հայտարարություններին եւ դարձեք քաղաքում անցկացվող մասշտաբային իրադարձությունների անբաժան մասը։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հնջանյան, Սյունիք լուրեր։